դրա համար մարդիկ ուզում են ինքնասպան հոգեբաններ չեն աշխատում օրինակ խոհաններում, ինչ չեն աշխատում։ Վերադառնամ ձեր հարցին, տեսեք, ինչու է նմանատիպ անձինք պատասխանատվություն կրում այժմ քրեակատարական հիմնարկներում, որովհետև այդ հարցերը ես կանդրադառնամ ձեր հարցին, հարգելի լրագրող։ Ես կանդրադառնամ ձեր հարցին, հարգելի լրագրող, երբ ավարտեմ մյուս լրագրողի պատասխանը։ Կասեք, որ ավարտեմ նոր, լսում եք։ Եթե դուք բարեհաճ լինեիք եւ ինձ չընդհատեիք։ Դուք խոսում եք բարեհաճությունից, դուք եք խոսում։ Իհարկե, ես եմ խոսում։ Դուք հետ տվեք ձեզ նայեք, էլի։ Տեսեք դուք բարեհաճ գտնվեցիք։ Իսկ ո՞նց եք ուզում պատասխանեմ ձեր ընդհատելուն։ Մի հատ հետ տվեք կադրի։ Խնդիր չկա, ես չեմ բանավիճելու եւ այլևս չեմ պատասխանելու ձեր հարցին։ Վերադառնալով ձեր հարցին, ինչու են այդ անձինք պատասխանատվություն կրում այսօր քրեակատարական հիմնարկներում, որովհետեւ այդ հիվանդությունները, որոնք որ ունեն, գուցե ունեն այդ անձին, չեն համապատասխանում կառավարության որոշման այն ցանկին, որոնք որ անհամատեղելի են համարում հիվանդությունը պատժի կրման հետ եւ առողջապահության նախարարության հետ համատեղ մենք այժմ նաեւ վերանայում ենք կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված հիվանդությունների ցանկը, որպեսզի կարողանանք այն ընդլայնել եւ այլևս նմանատիպ անձինք, որոնք իրական առողջական խնդիրներ ունեն, չհայտնվեն ճաղերի ետևում, այլ ստանան համապատասխան բժշկական տեղում ստանում են, տեղում աշխատում են բժիշկներ, տեղում աշխատում են հոգեբաններ, տեղում ունենք նաև սոցիալական աշխատողներ, բայց իրականում աշխատանքը բարդ է, որքան էլ որ ամենօրյա լինի եւ մենք պարբերական աշխատանքով փորձենք այդ խնդիրները լուծել, ինքը բավականին բարդ աշխատանք է։ Իրականում Իսկ զոն նայողներ, որտեղ նաև ասում են, որ ստեղծել նաև այդ ելա հանգեցնում ենթամշակույթը, այդ քրեական ենթամշակույթը։ Ես չեմ կարծում, որ մենք այսօր այդ խնդիրը որպես սուր խնդիր ունենք, որովհետև յուրաքանչյուր կոնկրետ նմանատիպ երևույթի արտահայտության դեպքում այդ երևույթը հստակ հակազդեցություն է ստանում եւ պետք է նշեմ նաեւ մի բան, որ հանրության կողմից երբեմն նույնիսկ մանիպուլացվում է այդ հակազդեցությունը եւ ես այդպես էլ չեմ կողմնորոշվում, թե մենք ի վերջո ինչ ենք ուզում։ Մենք նախարարությունը հստակ գիտի ինչ է ուզում եւ ես բազմաթիվ անգամներ առիթ եմ ունեցել նաեւ ծառայության աշխատակիցների հետ խոսելու այս մասին եւ ես շեշտադրել եմ այս մեկ եւ միակ կարևոր հանգամանքը, որ արտոնյալ կարգավիճակ պետք է ունենա միայն մեկ անձ եւ այդ մեկ անձը քրեակատարական ծառայողն է եւ մենք հիմա առաջնորդվում ենք հենց այս սկզբունքով։ Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի կապված ինչ նորություններ կան եւ արդյոք հիմա մշակման այդ փուլը տեքստը մշակման փուլում է։ Արդյոք հասել եք այն փուլին, որ անկախության հռչակագրի հոմա հանելու փուլն է։ Չէ, տեքստը մշակման փուլում է, առաջիկայում խորհրդի անդամների հետ կքննարկենք տեքստի պատրաստի մասին։ Հռչակագրի դուրս գալը, որտեղ Փաշինյանը ասել որ կողմ է, որ անկախության հռչակագրը դուրս գա։ Ինչի քննարկական քննարկումներ կա, Մենք տարբերակներ ենք քննարկում, բայց դեռևս տեքստը մշակման փուլում է։ Այսինքն մի քանի տարբերակ կա սահմանադրական փոփոխությունների, որ ասում եք մի քանի տարբերակներ, մի քանի հայեցակարգեր կան, թե մեկ հայեցակարգը մեկն է, այդ հայեցակարգի շրջանակներում տարբեր նորմերի հետ կապված կան տարբեր քննարկումներ։ Եվ երբ որ որոշակի լինի տեքստը, իհարկե կկիսվենք ձեզ հետ։ Տարբեր մարդիկ այդ թվում ընդդիմության ներկայացուցիչները ունեն հստակ տեղեր եւ չեն գալիս եւ ես խնդրել եմ որպեսզի իրենք ներկա գտնվեն այդ քննարկումներին եւ նաեւ կան եւ դեռ նիստ չենք հրավիրել, ուստի չեմ կարող պատասխանել առաջարկս։ Մասնագիտացված հանձնաժողովը, որովհետեւ մասնագիտացված հանձնաժողովը Չէ, հանձնաժողով չկա, խորհուրդը նկատի ունեմ, խորհրդի կազմում կան նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Մեկ տարի որ մասնագիտացված հանձնաժողովը մարդ չկա, հա, անդամներ չունի եւ մինչ այս էլ աշխատավարձին միայն 60 միլիոն է հատկացվել, սա մտահոգիչ չէ։ Այո, մշակվել է հայեցակարգը, ինձ թվում է այդ հարցին ես չէ որ պետք է պատասխանեմ, բայց ամեն դեպքում այդ հանձնաժողովը մասնագիտական աշխատանք կատարել է եւ այդ է դրա արդյունքն է նաեւ, որ մենք այս պահին ունենք հայեցակարգ մշակված։ Հիմա աշխատանքների իրականացման առաջնորդությունը ստանձնել է արդարադատության նախարարությունը եւ ըստ էության մենք սահմանադրության տեքստի մշակումը իրականացնում ենք մեր ներքին ռեսուրսի հաշվին։ Հայեցակարգը
օգտագործվելու է որևէ կերպ։ Հայեցակարգում տեղ գտած դրույթները, այո, իրենց արտացոլումը որոշակիորեն ստանալու են։ Դրանից հետո կտրվի ժողովրդի դատին։ Հանրաքվեի իրականացման հետ կապված է հարցը, չեմ կարող հստակ ժամկետներ նշել, ես միշտ նշում եմ, որ տեքստը 10 ամիսների ընթացքում պատրաստ կլինի։ Իսկ իրավական բան կա, որտեղ ինչքան գիտեմ, ասում են 26 թվականի ընտրությունների միաժամանակ հնարավոր չէ, իրավունք չկա։ Չենք քննարկել ժամանակահատվածը, թե երբ է դրվելու դա հանրաքվեի։ Կարող է ընտրության օրը միաժամանակ Չէ, չեմ կարծում, որ Բայց քանի որ հայեցակարգի փոխամշակումից, հետո դուք եւ վարչապետը հայտնել եք դիրքորոշում, թե ինչպիսին պետք է լինի սահմանադրությունը։ Արդյոք այդ հայեցակարգը 1 տարի առաջ պատրաստված է։ ակտուալ է, թե ակտուալ չէ, որոշ մասերով միանշանակ ակտուալ է, որոշներով լրացման կարիք ունի իհարկե։ Երբ տեքստը պատրաստ լինի, մենք հայեցակարգային առանձին դրույթներ իհարկե հանրության դատին կհանձնենք եւ շատ մանրամասն կքննարկենք, թե ինչի մասին է խոսքը։ Այսինքն կուլիսների ետևում պահելու որևէ առիթ եւ հնարավորություն չկա, երբ ինձ հարցեր են ուղղվում, ինչու չեք ասում, ես միշտ ասում եմ, ասելու ենք իհարկե, որովհետեւ վերջնարդյունքում ժողովուրդն է քվեարկելու կողմ կամ դեմ նոր սահմանադրության ընդունմանը։ Կասվի եւ բավարար ժամանակահատված իհարկե կտրվի, ժամանակամիջոց կտրվի, որպեսզի ժողովուրդը կարողանա ձևավորել կարծիք եւ խոսքը նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասին է եւ նաեւ բնակչության ընդհանուր։ Իսկ դուք նախարար եք նշանակվել նոյեմբերի 24-ը, եթե չեմ սխալվում, 2024 թվականին, այսինքն հաշված ամիսներ ա որ նախարար եք, բայց լրագրողների հետ ձեր շփումը ոնց որ այնքան էլ լավ չի ստացվում, դուք ակնհայտ արամարական վերաբերմունք դրսևորեցիք քիչ առաջ լրագրողի հանդեպ, ուզում հասկանալ, արդեն հասցրել են զզվացնել ձեզ լրագրողներ, ինչով է պայմանավորված այս վերաբերմունքը, խտրական մոտեցում եք դրսևորում ընդդիմադիր իշխանական լրագրողների հանդեպ։ Ես ուզում եմ ձեզ հիասթափեցնել, ես իրականում մինչ այժմ չգիտեմ, թե որ լրագրողն է ընդդիմադիր եւ որ լրագրողն է իշխանական, եթե այդպիսի բաժանում գոյություն ունի։ Եվ ես մշտապես, գուցե ճիշտ եք, եւ կարծում եմ, որ փաստարկված կարող եմ խոսել այս պահի դրությամբ եւ ասել, որ ես պաշտոնատար անձ եմ, ով մշտապես լրագրողների հետ շփումներում բաց է, բայց կարծում եմ, ինչպես յուրաքանչյուր խելամիտ եւ ողջամիտ մարդ, ես ինքս տանել չեմ կարողանում, երբ հարցը հնչել է եւ ես պատասխանում եմ եւ կողքից մարդիկ ընդհատում են եւ իմ արձագանքը ընդամենը արձագանք է անհարգալից վերաբերմունքի եւ ես մշտապես պարզ եմ եւ բաց եմ շփվել լրագրողների հետ։ Եվ Տիկին Գալյան օրը ցերեկով ուղիղ եթերում թաղապետը մարդ է ծեծում, չի լինում ոչ քաղաքական պատասխանատվություն, ըստ էության գործարքները, բայց քաղաքական պատասխանատվություն դրան չի հաջորդում, ձեր գնահատական է, հա, որպես Ես չեմ կարող դրան գնահատական տալ, համայնքային ծառայություն իրականացնող անձանց մասին է խոսքը, իսկ կառավարության ներկայացուցիչ եւ այո եւ հարգել լրագրողը շատ ճիշտ նշեց, որ քրեական գործ է հարուցվել, ես կարծում եմ, որ քրեական գործի հարուցումը հետագա ընթացքը խնդրի լուծման ցույց կտա։ Ավելի ուշ, որտեղ ծեծվողի նկատմամբ ավելի շուտ էին գործառույթում, քան ծեծողի, նման բան չենք տեսել։ Փաստը որն է, որ քրեական գործ է հարուցված, չէ։ Հիմա ինձնից ինչ արձագանք եք ակնկալում։ Պետք է հարուցվեր քրեական գործը հարուցվել է դեպքի առթիվ։